Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, Փակ TV-ն, որը աշխատանքային նոր շաբաթը սկսում է մի շատ հաճելի բարյացակամ, այսպես մեր ծրագրի բարեկամ հյուրերից մեկի, Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գուշյան։ Գիտեք, տրամադրությունս ինչու է լավ, որտեղ ուզում եմ ձեզ շնորհավորել նախ։ Ձեր կուսակցությունը վերջապես գրանցվեց։ Զգացված եմ, շնորհակալություն։ Գիտեք, շատ կարևոր է, որտեղ շատերն էին անդադ հարցնում, բայց ինչու Քոչարի կուսակցությունը դեռ չի գրանցվել, ի՞նչն է պատճառը։ Սիրելի բարեկամներ, Քոչարի կուսակցությունը արդեն գրանցում է ստացել, այնպես որ զարգացումները առջևում լինելու են անչափ հետաքրքիր ու շատ անակնկալներով լի։ Պարոն Սարգսյան, մինչ ներկուսակցական ընդհանրապես նախընտրական շրջանի մասին խոսել է, իհարկե ուզում եմ սկսենք մեր զրույցը Իրանի հետ կապված այն իրադարձություններով, ինչ այս օրերին մեզ մտահոգում է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածեցին, պատերազմ սկսեցին Իրանի դեմ, պատերազմ, որը կարող է նաև շատ խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ մեր տարածաշրջանում։ Ինչ կասեք այդ մասին։ Տեսեք, ինչքան երկար է այդ պատերազմը, այնքան ոչ թե տարածաշրջանում է ունենալու, այլ գլոբալ։ Իմ կարծիքը միանշանակ դա նոր օրակարգի բերում էր, որպեսզի Էփշտեյնի օրակարգը ընդհանրապես դուրս գար, քանի որ աշխարհը տեսավ, որ ընտրել են երկրի ղեկավարներ, բայց բոլորը պարզվեց, որ աղանդավոր են, մի աղանդ, որը որ զբաղվում է փոքր երեխաների զոհաբերությամբ եւ հետո ծիսակատարությամբ ուտելով այդ երեխաներին, այսինքն այնտեղ բոլորն էին խառնված, Լավրով, Զախարովա, Մակրոն, բիզնեսմեններ, այսինքն այդ օրակարգը, որպեսի դուրս գար, պետք էր նոր օրակարգ ստեղծվեր եւ ստեղծեցին այս պատերազմը։ Հիմա ինչքան կերկարի այս պատերազմը, այնքան տարածաշրջանից դուրս է գալու։ Պարսկաստանը շատ խելոք քաղաքականություն է տանում, խելոք ասելով, եթե նայես, որ նա խփում է հարևան երկրներին, որպեսզի նրանք ազդեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա, իհարկե նա գիտի, որ այդ երկրները միջև պատերազմն էին փորձում ազդել եւ նրանք չկարողացան ազդել, այսինքն միևնույնն է նա փորձելու է այդ կոնֆլիկտը սարքել ռեգիոնալ եւ միգուցե գլոբալ երրորդ համաշխարհայինի եզրին աշխարհին կանգնեցնել, տեսնելով մեր Հայաստանի 44-օրյա պատերազմը, Պարսկաստանը իր դասերը քաղել է, որ միջազգային հանրությունը միայն հանդես է գալու ինչ-որ հայտարարություններով, զսպվածության կոչերով, նամանավանդ, եթե մենք խոսում ենք Եվրոպական միություն, որը որ վաղուց գույնը փոխել է կանաչի, այսինքն այնտեղ մահմեդականները այնքան են շատացել եւ այնքան ազդեցություն ունեն, որ Անգլիայի պես երկիրը, Ֆրանսիայի պես երկիրը, Գերմանիայի պես երկիրը նույնիսկ օֆիցիալ չեն էլ կարող հայտարարություններով հանդես գալ եւ պաշտպանել ԱՄՆ-ին կամ Իսրայելին, նրանք իրենց պահելու են զսպված, պատկերացրեք այն աշճան, որ Լոնդոնում մեքենայով ես մի շրջան էի մտնում, ինձ ոստիկանները կանգնացնում եւ ասում են այստեղ եթե մտնելու եք ալկոհոլ չօգտագործեք, սա մահմեդական շրջան է, հա, Լոնդոնի մեջ, այսինքն Եվրոպան վաղուց կանանչ գույնը հագել է, մենք տեսնում ենք ոստիկանապետեր, մենք տեսնում ենք քաղաքի մերեր, մի խոսքով տեսնում ենք Սուրբ Ծնունդին չեն թողում այդ Քրիսմասի դեկորացիաները, քանի որ ասում են, որ դուք ճնշում եք մահմեդականների զգացմունքները եւ իրավունքները, մի խոսքով մի խայտարակ վիճակ, Պարսկաստանը հասկանալով, որ այդ կողմից կամ ՄԱԿ-ից օգնություն չի սպասելու եւ նա տեսել էր 44 օրյա պատերազմը, նա հարվածելու է հարևաններին,
նա հարվածելու է։ Գալու է մի քանի փուլով, առաջի փուլը իհարկե զինվորականներն էին ամերիկյան եւ դեսպանատները, հետո խփելու է, արդեն խփում է էներգիայի աղբյուրներին, նավթի պահեստներ, գազամուղներ, նավթամուղներ, փակում է Հորմուզը, որպեսզի աշխարհը կտրվի, լինի էներգետիկ կրիզիսի մեջ, հետո խփելու է ուտելիքի եւ ջրի պաշարներին, վերջի ստադիայում խփելու է խաղ բնակչությանը, որ ասի, եթե մեր երեխաները մեռնում են, թող ձերոնք էլ մեռնեն։ Ու այդ Էփշտեյնի ֆայլով, որ նրանք իբր երեխաների զոհաբերություն չեն անում, մենք տեսանք դպրոցների հարձակումները, քանի աղջիկ երեխա մեռավ, տղաների դպրոցների հարձակում, այսինքն այդ երկրների համար միևնույն է զոհաբերության այդ շղթան շարունակվում է։ Տեսեք, այս ստեղծված իրավիճակում շատ տարօրինակ է մեր իշխանությունների պահվածքը։ ԿՊԱ-կանները անգամ հրճվանքով հայտարարեցին, որ մենք շատ ճիշտ քաղաքականություն ենք ընտրել, Հայաստանը այս թոհուբոհի մեջ խաղաղության կղզյակ է։ Պատկերացնում եք։ Ես չգիտեմ, մարդ կարող է այդ աստիճանի։ Տեսեք, Նախիջևանի հարձակումը դա պատահական չէր, ինչքան էլ որ երեք իբր հայտարարել են, որ դա ադրբեջանական դրոններ են եղել, հասկանում եք, որպեսզի պետությունները պահեն ազգային արժանապատվությունը, նրանք հաճախ գնում են ստերի։ Այսինքն, եթե հայտարարեին, հաստատեին, որ Պարսկաստանն է խփել, ազգային արժանապատվություն պաշտպանելու համար պետք է հակահարված կամ ինչ-որ հայտարարություններով հանդես գար Ադրբեջանը եւ այդտեղ Թուրքիային էլ էր քաշելու կոնֆլիկտի մեջ, քանի որ նրանց մոտ երկու ազգ, մեկ երկիր քաղաքականությունն է գնում, հա, եւ Ադրբեջանի լոբիստները իրոք մեծ ազդեցություն ունեն Թուրքիայում այսօր։ Ինչ վերաբերվում է Հայաստանը չեզոք է մնալու, չի մնալու։ Ինչքան երկարեց, հիմա առաջիկա 4 շաբաթը, հետո երկարացրեցին 4 ամիս, Հայաստանը ընդգրկվելու է։ Իսկ ԿՊԱ-ականները հրճվում են, քանի որ նրանց մոտ հայտնվեց մի հնարավորություն ընտրությունները հետաձգելու, այսինքն նրանք իրոք ունեցան հնարավորություն, որպեսզի ընտրությունները հետաձգեն մինչև այս կոնֆլիկտի վերջը։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղությունը, այնց այս կոնֆլիկտը ցույց տվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես երկիրը, որ մի երկու օր առաջ հայտարարեց, որ բանակցությունները լավ է ընթանում եւ 1 ամիս ժամանակ ենք տվել, եւ մյուս օրը հարվածեց, այսինքն բանակցությունների ժամանակ 1 ամիս ժամանակ էին տվել ու ասում են, որ բանակցությունները լավ է գնում։ Իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտը ինչ կերպ էլ ընթանա, տրիպը դուրս եկավ օրակարգից, այսինքն եթե Պարսկաստանը ուժեղանում է, նրա հետ նստում են բանակցությունների տրիպը ավտոմատ դուրս է գալիս, եթե Պարսկաստանը կործանվում է եւ գահի է գալի Փահլևանին, այդ Փահլևին, ապա Հայաստանը ավտոմատ օրակարգից դուրս է գալի, Պարսկաստանը դառնում է այդ միջանցքը եւ Հայաստանը էլի մնում է շրջափակման մեջ։ Դե ես պիտի ասեմ, որ դուք շեշտեցիք, որ Ադրբեջանի եւ Իրանի միջև փաստորեն լարվածություն կա եւ այդ հակամարտությունը գնալով, ինչպես նշում են վերլուծաբաններից շատերը, կարող է եւ ուժեղանալ։ Տեսեք, իզուր չէր Պարսկաստանի այդ զորավարժությունները, որ կոչվում էր Ֆաթիա Խայբար, դա, եթե թարգմանես, Հայբարի պաշտպանները, հա, այդ Հայբարը աշխարհագրական դիրքով Սաուդյան Արաբիայում է գտնվել եւ 600 քանի թվականին մահմեդական ուժերը այնտեղ տարել էին շատ հզոր հաղթանակ եւ գրավել էին այդ ամրոցները այդ Խայբարի։ Հիմա այդ Հայբարը իսլամիստների մոտ դա սիմվոլ է հաղթանակների, ուժի եւ
Երբ որ Արաքսի ափին պարսիկները կատարում էին զորավարժությունները հենց այդ Ֆաթիա Հայբար, Հայբարի պաշտպանները դա հենց Ադրբեջանին ազդակ էին ուղարկում, որ մենք չենք հանդուրժի։ Եվ կարծես թե երկու կողմներ պահում էր չեզոքությունը։ Ինչը վերջի մեխը եղավ այդ դագաղին, Վենսի այցը։ Այսինքն Վենսի այցը տարածաշրջան արդեն դա եղավ Պարսկաստանի համար դագաղի վերջին մեխը, որ արդեն ոչ թե Ադրբեջանը տատանվում է, այլ ընտրել է ուղղություն, ընտրել է վեկտոր եւ գնալու է այդ վեկտորով։ Դա իհարկե Պարսկաստանը չէր կարող հանդուրժել, նրա համար ամենակարևոր պարանոյայի պես վախը դա Հայաստանի այդ սահմանի կորուստը եւ մեկուսացումը այդ թուրքական մեկուսացումն է հանդիսանում։ Այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, այս կոնֆլիկտը կարող է շատ երկար տևել։ Իհարկե։ Ես էլի եմ ասում, ինչքան ժամանակ կտևի նոր օրակարգի ձևավորմանը։ Մենք տեսնում ենք, որ ինչ որ տեղեր դեռ Էփշտեյնը դուրս է գալիս, հասկանում եք, եթե այդ սրա առաջի նմանատիպ հարցը, PDD-ի ֆայլերն էր, որը որ նմանատիպ երեխաների աստղերն էին այնտեղ, մի քանի հարուստներ էին, ընդգրկված 12 օրվա պատերազմով ընդհանրապես օրակարգից դուրս մղվեց, հիմա այստեղ մի շատ ավելի մեծ օրակարգ է, հասկանում եք, ամբողջ աշխարհը ղեկավարները ընտրել, ամբողջ աշխարհը, սկսած Ասիայից մինչև Ամերիկա, բայց դուրս է գալիս, որ մենք ոչ թե ղեկավար ենք ընտրել, այլ ինչ-որ աղանդ ենք ընտրել եւ այդ աղանդը զբաղվում է մարդակերությամբ, ծիսակատարությամբ, երեխաների զոհաբերությամբ։ Հասկանում եք, մեր հայերը մեր վաղուց մերժել են, այդ աղանդը նոր չի ստեղծված, այսինքն երբ որ մեր Հայկ Նահապետը իր երեխաներին վերցրել եւ Բաբելոնից դուրս է եկել, Բաբելոնը եղել է հենց այդ ծիսակատարությունների կենտրոնը։ Մենք մերժել ենք մեր պապերը, մեր նախահայրը, մեր նահապետը այդ ծիսակատարությունները մերժել եւ ընտանիքը վերցրել դուրս էր եկել Բաբելոնից։ Հիմա աշխարհը էլի գնում է այդ բաբելոնյան սեկտային, գնացել է արդեն, հասկանում եք։ Եվ ինչքան կերկարի, ես գտնում եմ, որ շատ կերկարի, մենք տեսնելու ենք տարբեր բեմականություններ, միջև կոնֆլիկտի վերջը կսարքեն, թե իբր Նատանյահուն մեռավ, որպեսզի ազգային արժանապատվությունների մեջ հավասարություն լինի, նույնիսկ եթե տեսնեն շատ է շարքից դուրս գալիս Տրամպի իմպիչմենտին կտեսնենք, նայած ինչ է լինելու, հասկանում եք, հիմա առաջին անգամ կարող է տեսնենք Աբրահամ Լինքոլնը ջրասուզված, ինչքան էլ նրան հեռու են տարել, դա արդեն Ամերիկայի պարծանքի սիմվոլն է դարել, հասկանում եք, 100 ինքնաթիռ, դա կլինի մի նոր Pearl Harbor։ Այսինքն շատ դժվար աշխարհը կանգնած է համարյա թե երրորդ համաշխարհայինի եզրին, եթե երկարի։ Փաստորեն կարող են տանել երրորդ համաշխարհային։ Եվ ավելի դաժան, քանի որ նրանք ունեն այն զենքերը, ատոմայինի պես զենք, բայց որը որ 5 այդ ֆակտորներից երկուսը չունի, այսինքն եթե այնտեղ կա световое излучение, ударная волна, это проникающая радиация, радиационное заражение, тепловой, это երկուսը չկա, այդ ռադիացիան եւ ռադիացիոնի զարաժենին չկա, այսինքն կա իհարկե այդ կեղծ ցուցումներ ագրված թե չկա, կա, բայց շատ ցածր է եւ հնարավոր է որ սկսեն օգտագործել այդպիսի զենքեր։ Լավ, մենք անցնենք մեր ներքին հարցերին, ներքին խնդիրներին, ներկուսակցական, նախընտրական այս քարոզարշավի շրջանին առնչվող հարցերին։ Տեսեք, ԿՊԱ-ականները հրճվում են, որ վերջին սոցհարցումներով իրենք առաջատարն են, իրենց լիդերի գլխավորությամբ եւ ասում են 29% մոտ ունի ԿՊ-ն,
10% Սամվել Կարապետյանը, 3% Քոչարյանը, նույնքան Ծառուկյանը, իսկ հա Քոչարի կուսակցությունը չկա անգամ 1% հավաքած կուսակցությունների մեջ։ Տեղյակ եք այս հարցումների արդյունքներին։ Ոչ տեղյակ չեմ հետևում նրանց ալիքներին, տեսեք ընտրությունները դարձել է կաստինգ, հա։ Այո։ Այսինքն քաղաքական թիմերի մեջ գզվորտված, որից որ ժողովուրդը հիասթափվում է, ես շատ ուրախ եմ, որ ես իրանց սայտերում չկամ, ես շատ ուրախ եմ, որ իրանց սայտերում միայն համարյա իրենց թմակիցներն են, ես այդ անունների մեջ համարյա թե բոլորի մեջ տարբերություն չգտա, այդ անունները համարյա բոլորը ես ՔՊ եմ տեսնում, թե Քոչարյան, թե Կարապետյան, հասկանում եք, դրանք ՔՊ-ական ինչ-որ օրակարգ կատարող կազմակերպություններ են, որպեսզի ժողովուրդը այնքան հիասթափվի, որ գնա էլի ընտրի սրանց։ Իրանց հրճվանքը, ես ասում եմ, հիմնականում կախված է նրանից, որ իրենց ձեռքում հիմա կա հնարավորություն օպոզիցիային սննկացնել քարոզ արշավով, օպոզիցիան ծախսի թե ֆինանսական ռեսուրսներ, թե մարդկային ռեսուրսներ եւ վերջում ինչ-որ մի հարվածով, ասենք, Պարսկաստանի կողմից մոլորված, հա, այդ գեոդեզիան GPS-ը խախտված դրոնի հարվածով հատուկ դրություն մտցնեն եւ ընտրությունները հետաձգեն։ Միգուցեև նրանք մուրան այդ դրոնը, հա, կամ Պարսկաստանից կամ Ադրբեջանից հարևան, որ մի հատ դրոնով, ասում եմ, միգուցեև դրան էլ գնան, որ իրոք հիմա ժողովուրդը կասի հուշում ես, չէ, ես հուշելու բան չունեմ, իրանք շատ կանխատեսելի են, իրանց հրճվանքը, ասում եմ, որ Աստված, ասենք, իրանց մտածելով մի հատ հնարավորություն է տվել, որ իրոք կարան առանց զանգվածային դժգոհություն հրահրելով օրինական ընտրությունները հետաձգեն, հա։ Դե ամեն ինչ հնարավոր է, բայց լավ, այս քարոզարշավը, որ նրանք վաղուց սկսել են, հատկապես ԿՊԱ-ականները, չեք կարծում, որ ոչ միայն անօրինական է, այլ նաև արդեն ինչ որտեղ զզվելի է դարձել։ Ես հասկանում եմ իհարկե ավտոբուսներով շրջել, շրջաններում, պերաշկի ուտել, կուկուռուզ, մանես, ես չտես գերմամիչները այնքան բանի են հիմա հասել, որ իրենց համար դա մանկության երազանքի կատարվածում է, բայց լավ, այս աստիճանի կարելի է իրենց ասած պլանկան իջացնել։ Տեսեք, պարոն Ուշյան, երբ որ ամուսնալուծության օրակարգը այդ փուչիկը չփչվավ, հա, ես 3 ամիս առաջ էի ասել, որ մենք հիմա նոր օրակարգ ենք ունենալու Մոնիկա Լևինսկիի սցենարով ամուսնալուծություն։ Պարսկաստանի պատերազմը այդ օրակարգը դուրս շպրտեց, չհաջողվեց փչել այդ փուչիկը նույն այդ կառավարվող ընդդիմության կողմից կամ պարլամենտական ընդդիմության կողմից։ Հիմա նոր օրակարգ, ազգային երկիրը կանգնած է պատերազմի շեմին եւ ազգային ժողովում քննարկվում է պերաշկին ու կուկուռուզը, հա, այսինքն այդ պարլամենտական ընտրությունները, որին որ մենք փող ենք տալիս, ոչ ոք հարց չի բարձրացնում, որ գնան չուլանների կողպեկները ջարդեն, որ ազատեն ապաստարանները, մարդկանց բացատրեն, որտեղ է ապաստարանը, այդ քաղաքացիական պաշտպանությունը ամեն հարգի վրա քարտեզ կպցնի, մարդկանց պարապացնի, ուղղորդի այդ ապաստարանները, սիրենաները միացնեն օդային տագնապի, դրա փոխարեն կամ ստուգեն, քանի այդ փախստականների ճամբարա Հայաստանը պատրաստ, ինչքան բարենային անվտանգություն ունենք, երբ որ լրիվ սահմանները փակվի, դրա փոխարեն կուկուռուզ ու բան են փչում, պերաշկի փուչիկն են փչում, որ ընդհանրապես այսօր ոչ մի տարբերություն չկա, ասենք այդ ամուսնալուծության օրակարգից, դա կեղծ օրակարգ, մարդկանց մանիպուլյացիան է եւ մի հատ էլ
նույն Փաշինյանի օրակարգն են խաղում, ես ամենայն հարգանքով այն մարդուն, ով իբր, իմ համար իբր Փաշինյանին խանութից վռնդեց, միգուցեև նա էլ չգիտի, որ նա կատարում էր Փաշինյանի օրակարգը, դա ցույց է տալի Փաշինյանին, որ մեր երկրում ժողովրդավարություն կա, Ռոբիկ ասելու համար մարդ են սպանում, իսկ ինձ խանութից վռնդում են, այդ նույն բուշի կոշիկ շպրտելն էր, ու հիմա էլ օպոզիցիան, ասենք, ժողովուրդը ընդհանրապես ուշադրություն չդարձրեց այդ հանգամանքին, որ մեկը խանութից վռնդեց, դա նույն հասկացան, որ թատրոն է, բայց հիմա օպոզիցիան սկսում է փչել, մենք մտահոգված ենք այդ մարդու կյանքով, մենք մտահոգված ենք այդ մարդու բիզնեսը, մտահոգված եք տարեք ձեր տները պահեք, եկել է հեռուստացությամբ ինչ-որ փորձում փչել այդ փուչիկը, ժողովուրդը հասկանում է, ասում եմ ամենայն հարգանքով այդ քաղաքացուն արցախցիա ոնց որ միգուցե ինքն էլ չհասկացա, որ ինքը կատարում է Փաշինյանի օրակարգը, միգուցե իրան արդեն ասել են, որ պետք է գա, պետք է վռնդես, հասկանում է, որ եթե գա կվռնդես, մի խոսքով այսպիսի ընդդիմություն ունենք, որը որ իր գործը անելու փոխարեն մեր փողերով, ասում եմ այսօր, քաղաքացիական պաշտպանության հետևից պետք է ընկնեն եւ ասեն ուրա քարտեզները, հասարակ քարտեզները ամեն հարգի վրա, թե ժողովուրդը ուր պիտի գնա։ Հիմա դուք գիտեք ուր պիտի գնաք, պարոն Գուշյան, եթե հանգարց օթային հարված լինի։ Ոչ, ճիշտ է, չկա, մեր շարքում չկա այդպես նման բան։ Պետք է երկաթից լիստերի վրա, փակցված, ոչ թե թղթի, երկաթից այդ այլումինից չհրկիզվող հիմնականում կանաչ գույնի քարտեզը գրած, ուր լինի կոմունիստների ժամանակ կար, երբ որ մենք դպրոցում էինք, մեզ տանում էին ապաստարաններ, դե պատրաստում էինք սառը պատերազմի, Կոմիտասից մտնում էինք, երիտասարդական մետրո դուրս էինք գալիս, ամեն մեկը մեր մահճակալի տեղը ուներ, ուր են դրանք, ամեն այդ ապաստարանի վրա մի հատ շինություն է, պետրեգիստրի դիմացը մեծ ապաստարան կար, հիմա մոլ են սարքում։ Ձեզ ավելին ասեմ, այդ ապաստարանները վաղուց դարձել են գիշերային ռեստորաններ, սրճարաններ։ Գոնե ռեստորան, սրճարան դուրը կջարդեն, կմտնեն, բայց մարդիկ համայնքապետարաններին փող են մի կտոր տալիս, չուլան են սարքի, տան հազարամյա զիբիլը, որ կյանքում չեն օգտագործելու, տարը լցրել են եւ համայնքապետարանը կամ հրշեջ ծառայությունը կամ այդ քաղաքացիական պաշտպանությունը, որ պետքա ամսական կամ երամսյակային, ասենք, այցեր կատարի եւ ստուգի այդ ամեն ինչը չի անում, ամեն մեկը մի կտոր փող ա եկել է, դա իր տան զիբիլը տարե գարաժ չունի, տարե լցրել է այնտեղ, ու ասենք, երբ որ հանկարծ լինի օթային տագնապ, այս ժողովուրդը պանիկայի մեջ դուրս է գալու, չիմանա ինչ անի։ Չէ, իրավիճակը իսկապես շատ տխուր է, եթե այս ամենին ավելացնենք նաև այն մթնոլորտը, որ ընդհանրապես վերջին ամիսներին տիրում է մեր հանրապետությունում, չգիտեմ, ելքեր դուք տեսնում եք այս ամենից։ Իհարկե ելքեր կան, ես լավատես եմ, իհարկե այս իշխանությունների ժամանակ չի սպասվում, բայց իրոք այս կոնֆլիկտը ինչքան մեծանա, այնքան մեծ հնարավորություն է տալու մեր կներեք հողերի ազատագրմանը, թե Արցախ, թե Նախիջևան եւ նույնիսկ Թուրքիայի, քանի որ Իսրայելը հարվածելու է Թուրքիային։ Այսօրվա Ամերիկայի քրդերի զինումը, Թուրքիան շատ վատ, Թուրքիայի քրդերի զինումը իբր զինում են, որպեսզի նրանք հարվածեն Պարսկաստանին, Թուրքիան շատ վատ վիճակում է, նա Ամերիկային չի կարողանում բան ասել, նա փորձելու է խփի այդ քրդերին, Իսրայելը, մի խոսքով մի հոյակապ սցենար հայկական հարցի լուծման համար եւ հավատացեք պատմության մեջ, եթե հավատանք պատմության, տարածքային փոփոխություններ միշտ լինում է այս մեծ կոնֆլիկտների ժամանակ։ Մեր համար ոսկե դար կարա լինի այս հարևանների կոնֆլիկտները, որպեսզի մենք վերականգնենք մեր ամբողջականությունը եւ դառնանք այդ մեծ Հայաստանի տերը։
Իդեպ վերջերս մեծ հյուրընկալվել էր Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գյորգի Միրզախանյանը, նա ասաց, որ ՄԱԿ-ից ստացել են իրենց հարցումներից պատասխանը եւ ասել են, որ այս փաստաթղթերն էլ ապահովելուց հետո մենք արդեն լրջորեն կվերադառնանք Վիլսոնյան Հայաստանի այդ կարևոր հարցին։ Ես կարծում եմ, որ ձեր ասածը ինչ որտեղ նաև դրա Տեսեք, եթե ՄԱԿ-ը ուզում է չփլվի, ինչպես ազգերի լիգան եւ կանգնեցնի այդ գենոցիդի նախադեպերը, հայկական հարցը պետքա լուծվի։ Ինչի են այս բոլոր կազմակերպությունները փլվում։ Քանի որ նրանք ունեն նախադեպ, եղել է կոտորած, 100-ամյա կոտորած, եղել է Եղեռնը, եղել է գենոցիդը եւ նրանք չեն հաստատել դա։ Եվ դա ստեղծել է նախադեպեր երկրորդ համաշխարհային պատերազմ, կոտորածներ Աֆրիկայում էլ չասեմ ինչքան կոտորած, եւ նրանք դարձել են ինչ-որ հայտարարություններով հանդես եկող մի կազմակերպություն։ Դրա համար հիմա Տրամպը ստեղծում է նոր կազմակերպություն, որը որ եթե հաջողվի, դա փլուզելու է ՄԱԿ-ի կազմակերպությունը, բայց դա էլ չի հաջողվի, քանի հայկական հարցը պարոն Տրամպը չլուծի, դա էլ է դառնալու ինչ-որ մի... Բայց ինքը գիտակցում է, որ առանց այդ արդի լուծման չի կարող։ Ես չեմ կարող ասել ինչն է գիտակցում, բայց Ամերիկայում մեր հայկական լոբիստները թուլացել են, հայկական հարցով զբաղվողները թուլացել են, պետքա մենք սովորենք հրեաներից եւ նույնիսկ թուրքական լոբիստները, որ որպես ազգ նրանք թուրքել չեն, ակտիվացել են, փորձում են ճնշել այդ հայկական լոբիստները եւ նրանք էլ Վենսի այցից հետո մենք տեսանք, որ այնտեղ 2-3 հոգի հանդես եկան հայտարարություններով, հա, ոչ մի Վենսը երբ որ հանեց այդ գենոցիդ բառը, հայկական լոբիստները նույնիսկ ասենք հանդես չեկան ինչ-որ հայտարարություններով, հասկանում եք, ես նամակ ուղարկեցի պարոն Հայդատից, պարոն Սասունյանը նամակ, բայց անհատական այտենց նամակներ գնացին բողոքի եւ չտեսանք ինչ-որ շքերթներ, երթեր, իոսկո պահանջատիրությունը Սփյուռքի ենքան անկել, որ մի խայտարակ վիճակ է։ Իշխանությունների կողմից բարձրացած եւս մի ալիք կարծես այսպես հանդարտվեց, խոսքը իշխանություն եկեղեցի հակամարտության մասին է։ Այստեղ էլ չաշխատեց սցենարը։ Իհարկե, դե տեսեք, մի որոշ ժամանակ աշխատեց, այդ բոլորը մանիպուլյացիայի, քաղտեխնոլոգիայի աղբյուր են, որը որ ինչ որ միտեղ աշխատում է, այսինքն հասարակությունը տանում է դեգրադացիայի, քանի որ երբ որ դու գնում ես անհատի հետևից, դա արդեն դեգրադացված հասարակությունն է, հասկանում եք, հիմա մեր հասարակությունը խելոք է, մեր հասարակությունը հասկացավ, որ այդ հակամարտությունը տանելու է քաղաքական, քաղաքացիական բախումների եւ մենք էլ բազումս անգամ նշեցինք, որ երկուսն էլ մի աղբյուրից ծնվող, երկուսն էլ նույն գործն են անում, փորձում են հայ առաքելական եկեղեցին փլուզեն եւ կատարեց ժամանակավոր ինչ-որ գործ, հետո եկավ ուրիշ օրակարգ, ամուսնալուծություն, ասում եմ էլի Պարսկաստանի պատերազմը եթե չլիներ, այդ ամուսնալուծությունը հա փչվելու էր, հասկանում եք սուտը խոսում են, այսօրվա մեր այս տիկտոկյան հարթակներով, որ ամեն ինչը նկարվում գցվում է, ով է այսօր դուրս եկե ասել Աննա Հակոբյանը իմ հարևանուհին է, ով է դուրս եկե ասել, որ այդ շքախումբը չկա, այդ Land Cruiser-ները չկան, տեսեք, մի փոքր բան նկարում ասում են, սենց բան է, չէ, այսինքն ես կարամ կասկածեմ, որ նույն շքախումբն է, նույն ավտոն է, լավ էլ ապրում է, ոչ թե վարձով, հիմա եթե մեկի հարևանը այսօր գնար Աննա Հակոբյանը լիներ, հաստատ ասում եմ, այդ շենքից 10 հոգին նկարելու են, սպասելու են sense լուսամուտից, որ տեսնեին այդ մարդը դուրս է գալի, խանութ է գնում, նկարեն, նույնիսկ իրենց ֆեյքերը հիմա կհուշեն, որ ֆեյքերը սկսեն այտենց նկարել, հա, որ խեղճ կինը այդ տոպրակներով, ոդկով, կամ ճամպրուկը հավաքած։
Հա, կամ ճամպրուկը հավաքած, մի խոսքով սուտը մի աղբյուրից գալիս է, տարածվում է, բայց հերիք է մի հատ ճշմարտություն եւ այդ սուտը փլվում է, պետք է նոր սուտ հորինել։ Բայց արդեն 7 տարուց ավելի սուտը, կեղծիքը, այս զզվելի մթնոլորտը մեզ ուղեկցում է, լավ, որքան կարելի այս ամենը հանդուրժել։ Ես կասեի 33 տարի է երևի, որ ազգին լսում ենք, հա, հիմա մենք հասկանում ենք, որ այս վերջի 7 տարին չի, պատրաստել են ազգին, ուսում, կրթություն, մշակույթ, այո, դե արդեն միանգամից չի եղել, հա, ասենց կրթությունը փչացրել են մարդկանց, սովորացրել են նվաստության մեջ, աղքատության մեջ, մարդկանց սովորացրել են 10,000 դրամով ծախվել, հիմա ասում են մի քիչ թանկացել է, հետո նստել ասել բախի սենց եղավ, հասկանում եք, պատրաստել են, ծրագիր է, որ ասում եմ ժողովուրդը դարել է քաղ տեխնոլոգիայի ապրանք, հա, ժողովուրդը դարել է այդ քաղ տեխնոլոգիայի սպառող ապրանք եւ քանի որ էլի եմ ասում, սա Միկի Մաուսի տաունը չի, հա, որ 5 հերոս է այնտեղ, ինչ կատարվի, բոլորը գիտենք։ Մարդկությունը դարել է ինֆորմացիայի սպառող, ոնց որ ուտելիքի սպառող, նույնն էլ մենք չենք կարող ամեն իրադարձությունները ներկա լինել եւ մենք հավատում ենք, սպառում ենք այն ինչ որ մեզ ցուցադրում են։ Հիմա ձերպես լրատվականները քիչ է մեծ արձագանք, մեծ, ասենք, տարածաշրջանային ծածկույթ ունեն իրենց լրատվականները, հա, իրենց ալիքները եւ գյուղերում, անոնց մյուս տեղերը նայում են հմեկ եւ հավատում են, ասում եմ, դարել է ինֆորմացիայի սպառող։ Այդ գյուղացին չի կարող այսօր ներկա լինի բոլոր իրադարձություններին, նա հավատում է այն ինչ որ ոնց ես դու ուտելիք սպառում, նույն ձև ինֆորմացիան ես այսօր սպառում, հասկանում եք։ Եթե ելներ Միկի Մաուսի այդ տաունը, այդ 5 հերոսով բոլորս ամեն ինչից տեղյակ կլինենք, բայց չենք կարող մենք ամեն իրադարձությանը ներկա լինենք եւ մեկնաբանվելու է, ասենք, իրենց ձևով, որը որ ձեռա տալի իրանց, այսինքն այդ 4-րդ իշխանությունը դարձել է մի գործիք այս ժողովրդին մոլորոսնելու, մանիպուլյացիաների ենթարկելու համար։ Եվ վերջին հարցը, շատերն են սկսել արդեն կուսակցություններից իրենց քարոզարշավը, Քոչարի կուսակցությունը երբ է պատրաստվում։ Տեսեք, քարոզարշավ, որպեսին օրենքով արգելված է, եթե մենք քարոզարշավ անենք, մեզ միանգամից ձերբակալելու են, քարոզարշավը ինչքան գիտեմ մայիսին է սկսվելու, եթե սկսվի, բայց հանդիպում ընտրողների հետ, հանդիպում ասենք ժողովրդի հետ մենք արդեն կատարում ենք առաջի այցը։ Պետք է, չէ, ախր դուք էլ գնացեք շրջաններ, հետո գարաշկու այդ գաղափարը լավն է, կարող եք զարգացնել։ Հա, գնացել ենք, արդիկ այս 2 օր առաջ արդիքում էինք, շատ հաջող հանդիպում էր ժողովրդի հետ, եւ Գոնե գիտեն ձեր մասին ժողովուրդը, որտեղ երբ ես նայեցի այդ հարցումների արդյունքները, զարմացա, որ կուսակցության անուն անգամ չկար։ Դե տեսեք, նրանց համար մեր անունը գրելը դա մարքեթինգ անել է մեզ, բայց երբ որ նայում ես, ասենք, Վարդան Հակոբյան, եթե նայեք իր էջը կամ Արիանա Հովսեփյանի լրագրա միջոցը դրել էր, նույնիսկ մեր թմին չերել ասել հարցումները եւ այսօր հրապարակեցին, մեր թիմը չգիտեր, Քոչարի կուսակցության Newspress-ը, հա, դրել էր իր կայքում եւ եթե նայեք այդ հարցումները, ընդհանրապես շատ մեծ տարբերություն կա, հա, ԿՊ-ն -1-ը հավաքել Newspress-ի հարցումներով, նայեք, Վարդան Հակոբյանը շատ խելոք հարցումներ է անում, այդտեղից դու հասկանում ես, ասենք 4-4 մարդ է դնում եւ դու հասկանում ես, որ եթե այս 4-ն են, ապա ինչու է Նիկոլը շահում, բայց եթե կա Արտակ Սարգսյանը, ինչու է Նիկոլը պարտվում, շատ հետաքրքիր Վարդան Հակոբյանի այդ
տեխնոլոգիան շատ հետաքրքիր է, ես հետևում եմ, ես նայում եմ։ Մի խոսքով ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ ամենակարևորը ուժեղ ազգային ժողովն է, հա, մենք չենք գնում տեր ընտրելու, մենք չենք գնում անհատ ընտրելու, այդ անհատը հաշվետու է ազգային ժողովի դիմաց, հասկանում եք, ամենակարևորը ուժեղ ազգային ժողով ունենալն է, ժողովուրդը պետք է հասկանա, որ պետք է ԱԺ ընտրություններին մասնակցի, ոչ թե անհատի, չպետք է գնա անհատի հետևից, այդ անհատը պետք է հասկանա, որ այս իրավիճակը, որ հիմա կա, այդ անհատը գալիս է, հիստերիկանում է, շիշա շպրտում WhatsApp-ով պատգամավորների է հեռացնում կամ մյուսներին է հեռացնում, հասկանում եք, այս իրավիճակը պետք է փոխվի, սա խայտարակություն է։ Այդ անձը պետք է հաշվետու լինի ուժեղ ազգային ժողովի դիմաց։ Ամենակարևորը սա պետք է ժողովուրդը հասկանա։ Եղավ, պարոն Սարգսյան, ուրախ էի մեր այսօրվա հանդիպման համար։ Գիտեք, իրավիճակը իրոք շատ բարդ է տարածաշրջանում, այնուամենայնիվ հուսանք, որ շատ մոտ ապագայում այդ ամենը կկարգավորվի, դե Իրանային պետությունն է, որը կարծում եմ պատմով դուրս կգա ստեղծած իրավիճակից, ես ուզում եմ ձեզ էլ մաղթել առողջություն, հաջողություն եւ առաջիկայում մեր համագործակցությունը կարծում եմ նույն ոճով կարող ենք շարունակել։ Սիրով, շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ հյուրընկալել էինք Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանին։ Մնանք լավատես, ցտեսություն։